Եզակի բացառություն էր կարելի է ծափարել մարդու իրավունքների պաշտպանը արագ արձագանքել։ Խոսքը վերաբերում է Հովիկ Աբրահամյանի որդու ձերբակալման հետ կապված անձնական տվյալների հրապարակ։ Դիմում եմ ձեզ որպես պետահրավական հանձնաժողովի ապագա նախագահ։ Խտրական բան չեմ ասում, նաև որպես կին ձեր դիրքորոշումը եւ ակնկալում եմ նաև դատապարտման խոսքը ապագայում քննչական կոմիտեին քաղաքական ճղճի նպատակներով նման խայտառակ հաղորդագրություններից զերծ մնալու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Մանուկյան, այո, ծանոթ եմ ես այդ հաղորդագրությանը, եւ եթե դուք ինձնից ուզում եք լսել հենց կոնկրետ այդ բառը դատապարտում, այո, դատապարտում եմ, բայց նաեւ պետք է ասեմ, որ սա կարծես թե առաջին դեպքը չէ, որ մենք ունենում ենք խնդիր հայտարարությունների հետ կապված, որտեղ որ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հետ կապված խնդիր է արձանագրվում եւ այստեղ ես չեմ ուզում որ մենք պարտադիր տեսնենք դիտավորությունը, այլ գուցե պրոֆեսիոնալիզմի խնդիր։ Սա խնդիր է, նաև ուզում եմ արձանագրել, դուք ասացիք, որ զարմացած եք, որ մարդու իրավունքների պաշտպանը արձագանքել է, ես կարծում եմ զարմանալու որևէ բան չկա, մարդու իրավունքների պաշտպանը գրեթե միշտ նմանատիպ դեպքերում արձագանքում է եւ արձագանքում է շատ տեղին, բայց նաև միաժամանակ ուզում եմ նշել, որ միայն մարդու իրավունքների պաշտպանը չէ, որ արձագանքել է այս դեպքին, այլ նաև անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որը գիտեք, որ արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանում է, այսինքն նաև գործադիրը դեմս անձնական տվյալների պաշտպանության գործակալության իր դիրքորոշումը հայտնել է սրա վերաբերյալ եւ լիովին կիսում եմ ես այդ դիրքորոշումը։ Շնորհակալություն։ Արձագանք։ Ճիշտ նկատեցիք, որ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը եւս արձագանքել էր, որը եւս խրախուսելի է ու զարմանալի։ Ճիշտ եք նկատում, որ անձնական տվյալների հրապարակում իրավապահ մարմինների կողմից առաջին դեպքը չէ։ Անցնող 5 տարիներին ազգային ժողովի գործունեության ընթացքում բազմաթիվ նման դեպքերի եմ առնչվել եւ իրավապահ համակարգը քաղաքական նպատակով անձնական տվյալները հրապարակել այս ազգային ժողովի տեսախցիկները սերվերը ազգային ժողովում է հսկվում է ամենախիստ կերպով բայց չգիտես ոնց այդ տեսախցիկների տեսանյութը մեկ էլ հրապարակվում է դեռ առիթ ունենալու եմ խոսել ԱԱԾ-ի մասին վերջին խայտառակ դեպքը երբ որ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ անցակետի տեսախցիկի տեսանյութը մի քանի րոպեից հայտնվում է մամուլում ու ԱԱԾ-ն իրան թույլ է տալիս պատասխանել որ կարող եմ արտահոսք կազմակերպել արտահոսքը հակաօրինական բան է բայց դա արդեն ելույթ է Շնորհակալություն պարոն Մանուկյան ձեր արձագանքի համար պետք է նշեմ որ առհասարակ մեր երկրում շարունակում է խնդիր մնալ անձնական տվյալների պաշտպանությունը մենք գրեթե բոլոր ոլորտներում այդ խնդիր ունենք ես կարծում եմ որ այդտեղ ոչ միայն պետական մարմինների այլ նաև մասնավոր ընկերությունների որոնք իրենց գործունեության բնույթից ելնելով նաև տիրապետում են անձնական տվյալների մենք լրջագույն պրոֆեսիոնալիզմի խնդիր ունենք լուծելու եւ այս առումով անձնական տվյալների պաշտպանության գործակալության կարողությունների զարգացումը մեր առաջնահերթությունների մեջ է մտնում։ Պետք է ասեմ, որ նաեւ այն, որ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը գործադիրի մաս է այս բային համարվում, խնդիր է դիտարկվել ոչ միայն մեր կողմից, այլ նաեւ միջազգային մեր գործընկերների կողմից եւ նաեւ այդ շրջանակներում պետք է նշեմ, որ արդեն քննարկվել է եւ առաջիկայում օրենսդրական համապատասխան փոփոխություններ ենթադրող նախագիծը կուղարկվի ազգային ժողով, կառավարության կողմից կհաստատվի եւ կուղարկվի ազգային ժողով, որ ինքնավար մարմին կդառնա այս գործակալությունը։ Առիթ կունենամ դեր անդրադառնալու ժամանակում չտեղավորվեցի։ Շնորհակալություն, հաջորդ հարցը ես կտամ։ Տիկին Ջուլհակյան, եթե հանրային պաշտոն զբաղեցրած անձը կարող դիմացնային, կամ, չգիտեմ, քաղաքական գործիչ է կամ հանրային գործիչ է, մեղադրվում է մարդասպանություն պատվիրելու մեջ, դե կարևոր չի, մեղավոր է, մեղավոր չի, մեղադրվում է, համապատասխան վարույթ կա, քրեական գործ է հարուցվում, ձերբակալվում է, կալանավորվում է, ըստ ձեզ համապատասխան մարմինները, այդ հանրային հնչեղու, դե ակնհայտ է, չէ՞ որ եթե հանրային նախկին պաշտոնյա է հայտնի մարդ է, անպայման չի քաղաքական գործիչ է, հայտնի մարդ, հարցածագելու, բայց հատկապես եթե քաղաքական գործիչ է, բնականաբար հարց հացակելու մոտիվի վերաբերյալ
Հիմա չեք կարծում, որ պատկան մարմինները եթե տալիս են հաղորդագրություն, պետք է նաև տան հաղորդագրություն ենթադրյալ մոտիվի վերաբերյալ։ Հակառակ դեպքում եթե չտան, բոլորը չեն հարցնելու, այս մարդուն ինչի եք ձերբակալել։ Խնդրեմ ձեր պատասխանը։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Ռուբինյան։ Մոտիվ իհարկե պետք է ներկայացվի, բայց այդ մոտիվի ներկայացման շրջանակներում պետք է նաև իրավաչափության եւ համաչափության սկզբունքի մասին չմոռանանք, որովհետեւ այս հարցում կոնկրետ անձն է, որը մեղադրվում է, հա, կոնկրետ գործողություն կատարելու մեջ։ Եթե այդ շրջանակներում այլ անձի անձնական կյանքի վերաբերյալ տեղի ունենում հաղորդագրության տարածում, մենք պետք է հասկանանք, թե այդ ինֆորմացիայի հրապարակումը որքանով էր անհրաժեշտ այդ մոտիվի ամբողջական բացահայտման տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ կարելի էր այդ հաղորդագրությունը ավելի մեղմ ձևակերպումներով տարածել այլ անձի անձնական տվյալների հրապարակման հետ կապված։ Շնորհակալություն, բայց ես հիմա արձագանքում եմ, բայց ես լավ չեմ հասկանում, տվյալ դեպքում ոնց էր հնարավոր ենթադրյալ մոտիվը հրապարակել առանց ձեր ասած ինֆորմացիան չհրապարակելու եւ ես նաեւ եթե ես ճիշտ եմ հիշում, ինֆորմացիան չի էլ հրապարակվել, այնտեղ անվան առաջին տառերն են հրապարակվել։ Չէ, բայց չէ, անուն տրվել է։ Անուն չի տրվել, պարոն Բայց նույնիսկ եթե տրվել է, ներողություն, ես ավարտեմ նոր։ Այսինքն կրկին ես չգիտեմ, չեմ կարծում էլի, որ համաշխարհային պրակտիկայում կա դեպք, երբ որ նման դեպքերում հնարավոր է խոսել մոտիվից առանց ձեր ասած ինֆորմացիան որևէ կերպ հայտնի դառնալու։ Խնդրեմ։ Դուք ավարտեցիք, պարոն Ռուբինյան, ես շարունակում եմ պնդել, որ յուրաքանչյուր գործողություն, որը կատարում է պետական մարմինը, պետք է իր համաչափության եւ իրավաչափության խնդիրը լուծի։ Ես կարծում եմ, որ այս դեպքում հաղորդագրությունը այդ սկզբունքին չի բավարարել։ Եվ կարող էր ավելի մեղմ ձևակերպումներով անել նույն բանը։ Համաձայն չեմ, բայց լավ, Արթուր Խաչատրյան։ Չենք հասցնի, ընդմիջում կհանդիպենք 12:00-ին։